Տնտեսական առումով մենք առաջին անգամ ըստ էության երկաթուղային կապ ենք ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ, որտեղ Ազգային ժողովի փոխոսնակը նկատի ունի ադրբեջանական երկաթուղին, որն ավարտվում է Վրաստանում։ Վրաստանով է ղազախական ու ռուսական ցորենը Հայաստան բերվում։ Դա է խաղաղությունը եւ դա հենց այն ինչ տեղի ունեցել երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց, որ ռուսական ցակման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա հասկանում եք ինչ, եւ սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ցակման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան։ Սա ես առանց չափազանցության եմ ասում, սա պատմական իրադարձություն է։ Նույնիսկ շատ հաճախ Էկոնոմիկայի նախարարը 25 օր առաջ տեղեկացրել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբականակը Ակտաու, Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի։ Երեքշաբթի էլ հայտնեց, որ նույն ճանապարհով ռուսական ցորեն են բերում։ Այս պահին ռուսական ցակման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Նշեմ նաև, որ ղազախական ցակման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտորերս կհասնի Հայաստան, կրկին Ադրբեջանի տարածքով։ Միայն թե Պապոյանը առաջինը չի հայտնել այդ լուրը։ Նախ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ նոյեմբերի 4-ին կեսգիշերին 15 վագոն ցորենով բեռնված շարժակազմը Ռուսաստանից, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել։ Հոկտեմբերի 21-ին Ղազախստանից Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե հանում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումը, որից հետո անմիջապես ղազախական ցորենի մասին հայտնեց Պապոյանը։ Այս սահմանափակումների վերացման վրա լույս սփռեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օրերս նա հայտարարել էր, որ Ադրբեջանը հավաստիացրել է ռուսական երկաթուղիներ ընկերությունը ադրբեջանական երկաթուղով կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստան։ Օվերչուկի ասացից հետո շատ վերլուծաբաններ կարծում են, որ հնարավոր չէր ղազախական ցորենի գործարքը առանց Ռուսաստանի քավորության։ Ու հավանաբար Բաքվի հավաստիացումը Մոսկվան ստացել է հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպան ժամանակ։ Սովորական պրոպագանդա, այսպես են անվանում ընդդիմախոսները Հայաստանի իշխանության ասածը, թե այս իրադարձությունը ապաշրջափակման ուղղությամբ իրենց քաղաքականության պտուղն է։ Դա էլ է հեքիաթ, դա էլ է թյուրիմացություն, որ փորձում են հերթական անգամ շփոթության մեջ դնել մեր ժողովրդին։ Գլխիվայր շրջված են ԿՊԱ-ականները ներկայացնում իրականությունը ըստ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի։ Իբր ընդդիմությունը դեմ է ապաշրջափակմանը։ Ապուշություն եւ աբսուրդ ներկայացում է դա։ Հայաստանի որևէ իշխանություն, նորից եմ կրկնում, նաեւ այն ժամանակ, երբ որ մենք եղել ենք կոալիցիայի մեջ, երբեք դեմ չի եղել ապաշրջափակմանը, բայց ամբողջական, լիարժեք եւ առանց որևէ հիմնական մեր պետականության նպատակների հետ նահանջի։ Իսկ հավասարակշռված քաղաքականությունը, որ դիվանագիտության հիմնական առանցքն է եղել նախորդ կառավարման ժամանակահատվածում, սրանք ամբողջությամբ տապալել են։ Հիմա եկել են այդ բոլոր տապալումները, փորձում են գլխի վրա շուրջ տալ, ցորենի թեման էլ հիմա բերել են մեջ։ Մինասյանի համոզմամբ իշխանության գործողությունները միտված են խորացնելու պառակտումը հասարակության մեջ։ Արել է մի նպատակով իր իշխանությունը պահելու եւ իրենց իշխանական աթոռները պաշտոնավարումը երկարաձգելու համար վերջ։ Մնացած ամեն իրանք ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ ներքին քաղաքականության մեջ որևէ հիմնարար արժեքային հաջողորդի շահերից բխող առաջնորդություն սկզբունք չունեն։ Ռուսական ցորենը առաջիկա ժամերին արդեն կմտնի Վրաստան։ Այսօր հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Уже в ближайшие часы Առաջիկա ժամերին ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջանի տարածքից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։ Ղազախական հացահատիկը այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան եւ արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում, նշել է Մելնիկովը։ Նա համոզված է, ցորենի երկաթուղային փոխադրումը կթեթևացնի Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը։ Այն նաև հնարավորություն կտա նվազեցնել բեռների մատակարարման արժեքը, պնդում է Մելնիկովը։
Для нас, как для железнодорожников, Մեզ համար որպես երկաթուղայինների սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից եւ Ռուսաստանից։ из других государств, из России. Հնարավոր է կազմակերպել նաև կոնտեյներային բեռնափոխադրումներ Չինաստանից։ И контейнерные поезда. Արդյոք կարելի է ակնկալել, որ կեժանանա հացը Հայաստանում, չէ՞ որ առաջին անհրաժեշտության այդ ապրանքի հումքն արդեն ավելի էժան տրանսպորտով երկաթուղով է գալիս։ Տնտեսագետ падգամավորը քիչ հավանական է համարում դա։ Ցորենի գինը որպես միջազգային բորսայական գին, որ ձևավորվում է աշխարհով մեկ, ունի իր խաղի կանոնները եւ կարեւոր չի ու կապ չունի ի վերջո այդ պահին որ երկրից եկավ։ Իսկ եթե հացի էժանացում նախատեսված չէ, ինչ է շահում Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի տարածքով ցորեն ստանալով։ Թերեզա Կադաևչյան, Կարինե Մանգասարյան, Նորայ Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։